արդեն ավանդույթ է դարձել, որ ես իմ գրքից մի հատված եմ կարդում եւ այսպես հատված եմ կարդում այն գլխից, որը որ կոչվում է «Ինչ են մեզ ուզում ասել հույզերը»։ Մարդու յուրաքանչյուր միտք եւ գործողություն հիմնված է սիրո կամ վախի վրա։ Այն, ինչի վրա որ մարդը սևեռում է ուշադրությունը, իր կյանք է ձգում։ Արդեն գիտենք, որ եթե ինչ-որ բանից վախենում ենք, ապա նմանատիպ իրավիճակ ենք ձգում մեր կյանք։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է սովորել զգալ հույզերը։ Ինչ է մեզ ուզում ասել վախը։ Որքան էլ զարմանալի թվա, բայց վախն ունի իր դրական կողմերը։ Առաջինը, այն զգուշացնում է վտանգի մասին, երկրորդը, վախի ժամանակ օրգանիզմում արտադրվում են ադրենալին և կորտիզոլ, որոնք եթե կարճաժամկետ են տևում, նպաստում են օրգանիզմում էներգիայի ավելացմանը, ուղեղի աշխատանքի լավացմանը, ուշադրության կենտրոնացմանը, դիմադրողականության բարձրացմանը, ճիշտ որոշումներ կայացմանը և այլն, և այստեղ շարունակությունը նաև կա վախի վերաբերյալ և բոլոր այն հույզերի վերաբերյալ, որոնք որ մենք զգում ենք, մեղքի զգացում, վիրավորանք և այլն, այսինքն ինչ դրական կողմեր ունեն դրանք։ Իսկ թե ինչ դրական կողմեր ունեն դրանք, դուք կարող եք իմանալ գնելով և կարդալով իմ գիրքը։ Իդեպ գիրքը շատ լավ վաճառվում է և ես շնորհակալ եմ ձեզ հարգելիներս, որ դուք ինձ երախտապարտ եք գրքի համար, պարզապես մեր ժողովրդի մոտ մի քիչ հոգեբան բառը, մի քիչ այսպես վախենալու բառ է և մարդիկ շատ դեպքերում խուսափում են մասսայական ինչ-որ ցույց տալ, որ այո, ես կարդացել եմ, ես ունեմ խնդիր և այլն, դա հոգ չէ, կարևորը որ դուք հավանում եք գիրքը և այն ձեզ օգնում է։ Ես վստահ եմ, որ դու կարող ես։